Տիկին Սահակյան մի քանի օր առաջ 4 գերիներ ետ վերադարձվեցին Հայաստան, սակայն սա որակվում է որպես փոխանակում, քանի որ միաժամանակ սիրիացի 2 վարձկանները Թուրքիայի միջոցով հանձնվեցին, սակայն մենք ունենք գերիներ, որոնք դեռ գտնվում են Բաքվում, քանի գերի այս պահին ունենք Բաքվում գտնվող։ Նախ բնականաբար դրական տեղաշարժը եւ նաեւ հուսադրող հաշվի առնելով, որ նախորդ տարվա ընթացքում որևէ փոխզիջումների դիմաց գերիներ չեն վերադարձվել կամ որևէ պայմանավորվածության շնորհիվ հնարավոր չի եղել գերիների վերադարձը, ուստի այս առումով անվերապահ դրական քայլ է որակում, որը ողջունելի է, սակայն այո, մեկնաբանությունները տարբեր են, իմ գնահատմամբ մենք պետք է դիտարկենք փաստերը հետևյալն են, նախ որ տեղի ունեցավ համաժամանակյա սիրիացի Հայաստանում պահվող վարձկանների Սիրիայի իշխանություններին, բայց Թուրքիայի ներգրավ, ընդ որում այս վարձկանները Հայաստանում պահվում են արդեն 5 տարի եւ նախորդող ժամանակահատվածներում նրանց հանձնում տեղի չի ունեցել կամ այլ պայմանավորվածությունների շրջանակներում նրանց ճակատագրերը չեն կանխորոշվել եւ երկրորդը Հայաստան հայրենադարձված գերիների թվում էր Վիգեն Էյուկչյան, ում Ադրբեջանի իշխանությունները ապօրինաբար մեղադրում էին վարձկանության մեջ եւ այս երկու փաստերի համադրումը թույլ է տալիս տեսնել կապեր գործընթացների միջեւ։ Ինձ համար ընկալելի է հանրային դաշտում հատկապես պետականային մեկնաբանումը, որ այս գործարքները միմյանց հետ կապ չունեն, քանի որ կապ տեսնելու պարագայում մենք կորցնում ենք վստահությունը խաղաղության գործընթացի վերաբերյալ, մինչդեռ ցանկանում ենք հավատալ խոստումներին եւ Հայաստան-ադրբեջանական հարաբերություններում իրական խաղաղությանը, քանի որ իրական խաղաղությունը ենթադրում է, որ մարդասիրական բնույթի հարցերը ստանում են լուծումներ հրատապ կերպով առանց պայմանականությունների։ Եթե կան արկախված մարդասիրական հարցեր, որոնց արդյունավետ լուծումները չեն փնտրվում եւ գտնվում սեղմ ժամկետներում, սա ընդհանրապես ցուցադրում է դեռևս խաղաղության նախադրյալների բացակայությունը, ուստի ինձ համար ընկալելի է այն մոտեցումը, որ դրանք առանձին են եւ սա խաղաղության արդյունք է, սակայն չեմ կարող անտեսել փաստերը։ Այս հայրենադարձությունից հետո Ադրբեջանում դեռևս պահվում են 19 գերիներ, այսինքն սկզբնական թիվը 23-ն է, նվազեցնելուց հետո մենք ունենում ենք 19, բայց կարծում եմ պետք է հիշատակենք նաև Կարեն Ավանեսովին, ով այն հատուկենտ հայերից էր, ովքեր բռնի տեղահանության ընթացքում կայացրեցին այդ ճակատագրական որոշումները, մնալ Ադրբեջանի կողմից վերահսկվող Արցախում եւ նա ձերբակալվեց եւ այս պահին գտնվում է փակ հաստատությունում։ Ուստի կարծում եմ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս 20 հայերի վերադարձին, միաժամանակ գերիների հաստատված գերիների խնդիրը միակ մարդասիրական խնդիրը չէ, կան արկախված այլ խնդիրներ, ինչպիսիք են բռնի անհետացած գերիների ճակատագրերը եւ անհետ կորածների ճակատագրերը եւ խաղաղությունը պետք է ապահովի առնվազն այս երկու հարցերի համակողմանի լուծումը։ Պետք է ընդունենք, որ անհետ կորածների խնդիր գոյություն ունի նաեւ Ադրբեջանի համար, ադրբեջանցիներ կան, որոնք այս կարգավիճակն ունեն եւ ես կարծում եմ, որ իրական խաղաղության պայմաններում հավասարապես բոլոր անկախ քաղաքացիությունից եւ էթնիկ պատկանելիությունից այս հարցերը պետք է լուծումներ ստանան։ Տիկին Սահակյան, 20 հոգուց քանիսն են գերեվարվել պատերազմի ավարտից հետո։ Նկատի ունեք 2023 թվականի վերջին ագրեսիան, եթե այո, դրա մասին ենք խոսում, բարձրաստիճան պաշտոնյաները 16 դեպք ունենք, որից 8-ը առնչվում է այն քաղաքացիներին, որոնք եղել են մարտական գործողությունների անշխարհագրության
ուղիղ առնչություն են ունեցել այդ ռազմական գործողություններին եւ 8 ռազմաքաղաքական ղեկավարներ, որոնք գերեվարվել են ըստ էության հետագա օրերին, երբ ողջ Արցախահայությունը բռնել էր բռնի տեղահանության ուղին։ Մենք ասում ենք, որ այս 4 գերիների վերադարձը ոնց հասկացանք փոխանակում եղավ սիրիացի 2 վարձկանների հետ, սակայն մենք համաձայնագիր ունենք ստորագրած 9-րդ կետով, որ պետք է մեր գերիները արդեն իսկ ետ վերադառնային, սակայն դա չի արվում եւ գերիները փոխանակվում են, ոչ թե ետ են վերադարձում եւ այս պահին 20 գերի դեռ կան, որոնց հարցը մենք խոսել ենք, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը այդպես էլ ամբողջ ծավալով կյանքի չկոչվեց։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կիրառվում է այս պահին էլ Ադրբեջանում պահվող 2 ռազմագերու նկատմամբ, ովքեր գերեվարվել էին հենց հոկտեմբեր ամսին, եւ դասական առումով պետք է նոյեմբերի 9-ի համաձայնագրով ազատ արձակվեին, սակայն եւ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որդեգրել էր բոլորի դիմաց սկզբունքը։ Բայց այս սկզբունքը ամբողջովին չիրացվեց, բոլոր հայերը չէին, որ հայրենադարձվեցին եւ ավելին նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո մենք ունեցանք նոր գերեվարման դեպքեր, օրինակ Խծաբերդի գերեվարումը, որը առնչվում էր 6 տասնյակ հայերին, տեղի ունեցավ համաձայնագրի ստորագրումից հետո, ինչը ամբողջովին հակասում է համաձայնագրի ոգուն։ Իսկ այս պահին 20 գերիների մասին տեղեկատվություն մենք ամեն դեպքում չունենք, չէ՞։ Մենք 20-ի մասին ունենք տեղեկություններ, դրանք ստանում ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջոցով եւ նշեմ, որ մեկ դրական, բայց իրավիճակային զարգացում տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերին, երբ նախատոնական օրերին սիմվոլիկն է դեկտեմբերի 24-ին եւ 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի անունից այցելություն կազմակերպեցին եւ Ադրբեջանի իշխանությունը թույլատրեցին նրանց տեսակցությունները, որի շրջանակում նաեւ այդ մարդասիրական օգնություն տրամադրեցին այնտեղ գտնվող հայ պատաններին։ Այսինքն 20-ի վերաբերյալ մենք ունենք որոշակի տեղեկություններ, բայց այդ տեղեկությունները հատվածական են եւ օբյեկտիվ տվյալների հավաքագրում դժվար է, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կանոնավոր գործունեություն չի իրականացնում եւ ad hoc մեկ անգամյա այցելությունները որոշակի բանակցություններից հետո համաձայնեցվում են Ադրբեջանի իշխանությունների հետ, կարող են տեղի ունենալ, կարող են չունենալ, օրինակ վերջին այցելությունը եղել էր հունիս ամսին 25 թվականին, հաջորդիվ եղավ 2025 թվականի դեկտեմբերին, այսինքն կես տարուց ավել նրանց անկախ չեզոք կառույցներ չէին տեսակցել եւ մարդասիրական աջակցություն չէին ցուցաբերել։ Այս պահին մենք կանոնավոր այցելությունների հնարավորություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների կողմից չունենք։